2 տարեկան Տիգրանի ողբերգական կորուստը ցնցեց բոլորիս, 20 օր շարունակվող ճազգը, աչքը դեպի էկրաններ ու աղոթքներով լցված սրտով սպասում էր հրաշքի: Փրկարարներն ու ոստիկաններն օր ու գիշեր անձրևի ու ցրտի տակ չնահանջեցին որոնումներից: Նրանցից շատերն իրենց երեխաներին օրեր շարունակ չեն տեսել, որովհետև ծառայության մեջ էին հանուն մեկ փոքրիկի, որը դարձավ ամբողջ ժողովրդի որդին: Բայց այս ընթացքում ցավալի ու ամոթալի երևույթներ էլ արձանագրվեցին: Լրագրող Փահիլակ Ֆահրադյանը գրել է. «Ցավոք, 2-ամյա Տիգրանի փոքրիկ մարմինը հայտնվեց գետում: 20 օր շարունակ փրկարարներն արեցին հնարավորն ու անհնարինը ու ցավոք այս ընթացքում ողբերգության հաշվին փիառվողների պակաս չկար: Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչում, որ օրը մի բան էին հայտարարում, որ լայք հավաքեին, խաղում էին մարդկանց հույզերի հետ: Ցավակցում եմ փոքրիկի հարազատներին», - գրել էր նա: Խորապես անձնական ողբերգությունը վերածվեց մի շարք անձանց կողմից ցինիկ փիառի և ուշադրություն գրավելու միջոց: Էքստրասենսներ, ինքնահռչակ տեսնողներ, պսևդոքաղաքագետներ, բլոգերներ ու սենսացիաներով ապրող նորաոճ օգտատերեր սկսեցին ամեն օր հրապարակել կեղծ տեղեկություններ, իբր տեսել են երեխային այս կամ այն հատվածում, իբր իրենց զգացողությամբ նա ողջ է կամ տեղափոխվել է, անգամ անուններ նշեցին: Առանց հիմքի, առանց պատասխանատվության զգացողության: Խաղացին մարդկանց հույզերի, հույսի և վախի հետ: Հասարակությունը ճեղքվեց, մի մասը համախմբված սպասում էր լուրի, աջակցում փրկարարական աշխատանքներին, իսկ մյուս մասը ցավալիորեն զբաղված էր լայքերի, դիտումների և համբավի կուտակումով: Այս ամենը ոչ միայն պղծեց ազգային սգի մաքրությունը, այլև ավելացրեց ընտանիքի ցավը անորոշության օրերին, ստիպելով կարդալ հերթական սուտ մարգարեությունը: Տիգրանի մահը սուրբ ու անմեղ փոքրիկի անբացատրելի կորուստը պետք է դառնա սթափեցնող սահմանագիծ: Չի կարելի ցավը խառնել շոուի հետ: Չի կարելի ընտանեկան ողբերգությունն օգտագործել որպես բեմ սեփական անունը բարձրաձայնելու համար: Այս պատմությունը պիտի հիշեցնի մեզ, որ ոչ միայն իշխանությունները, այլև հասարակությունն ինքն ունի բարձր պատասխանատվություն ինչպես վարվել ցավի պահին, ինչպես լռել, երբ պետք է և ինչպես աջակցել առանց վնասելու: Փահիլակ Ֆահրադյանի գրառումը դարձավ հայելի, որտեղ շատերը կարող են նայել ու ամաչել, իսկ մենք բոլորս պարտավոր ենք կանգնել ընտանիքի կողքին, մաքրությամբ, կարեկցանքով ու լռությամբ, երբ խոսքը քիչ է, իսկ ցավն անծայր: 20 օր անհետացած Տիգրանը գտնվեց, բայց հարցերն ավելի են շատանում, քան պատասխանները: Այսօր ժամը 10:40-ի սահմաններում փրկարարները հայտնաբերեցին այն լուրը, որը սարսռեց ամբողջ Հայաստանը: Մոտ 20 օր շարունակ փրկարարական ծառայության ջանքերով ու հարյուրավոր մարդկանց անմնացորդ ներգրավմամբ իրականացված որոնումները Մարմարիկում ավարտվեցին ծանրագույն հանգուցալուծմամբ: 2-ամյա Տիգրանի մարմինը հայտնաբերվել է Մարմարիկ գետում Հրազդան Ջեկի մոտ կամրջի տարածքում: Ողջ ազգի աղոթքի կենտրոնում եղած փոքրիկին գտնելու փաստը ցավոք այլևս չէր բերում փրկություն, այլ միայն նոր հուսախաբություն ու ցավ: Սակայն նրա գտնվելու հանգամանքներն այս պահին ստեղծում են նոր և խորը հարցադրումներ, որոնք ակնկալում են լուրջ պատասխաններ իրավապահ մարմիններից: Քննչական կոմիտեից հայտնել են, որ ներկայումս քննիչները դեռ դեպքի վայրում են և արդեն իսկ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որը պետք է պարզի փոքրիկի մահվան պատճառը, ինչպես նաև նրա մարմնի վրա հնարավոր բռնության վնասվածքների կամ մահվան այլ հանգամանքների առկայությունը: Նախնական արտաքին զննության արդյունքում Տիգրանի մարմնի վրա չեն հայտնաբերվել բռնության կամ մեխանիկական վնասվածքների հետքեր: Սակայն սա դեռ չի նշանակում, որ չկան ներքին պատճառներ, որոնք կարող են բացահայտվել միայն փորձաքննության միջոցով: Դիակի վրա անցկացվող փորձաքննությունն այժմ հանդիսանում է միակ պաշտոնական ուղին պարզելու արդյոք երեխան իսկապես գետում է հայտնվել դեռ մայիսի 4-ին, թե նրա մարմինը գետ է տեղափոխվել կամ նետվել ավելի ուշ: Դատաբժշկական փորձաքննությունը պետք է պատասխանի նաև մի շարք մասնագիտական ու հանրային հուզող հարցերի, այդ թվում հետևյալին՝ արդյոք հնարավոր է, որ 2-ամյա երեխայի մարմինը գտնվի գետում մոտ 20 օր առանց լուրջ հետքերի, կենդանիների վնասումների և մնա աննկատ: Սա մի հարց է, որն այսօր հնչում է հազարավոր քաղաքացիների շուրթերին:
Երեխան վերջին անգամ տեսնվել էր մայիսի 4-ին և այդ օրվանից սկսած փրկարարները, ջրասուզակները, կինոլոգները անօդաչու թռչող սարքերով կատարած դիտարկումներն արդյունք չէին տվել, ընդ որում մարմինը հայտնաբերվել է այնպիսի վայրում, որը նախկինում արդեն ստուգվել էր։ Սա առաջացնում է կասկած՝ արդյոք մարմինն այնտեղ էր այս ողջ ընթացքում, թե ինչ-ինչ հանգամանքների բերումով այն հայտնվել է գետում ավելի ուշ։ Իրավապահներն ու մասնագետները չեն բացառում, որ հնարավոր է ջրի հոսքի, սառը ջերմաստիճանի կամ արգելված գոտիների մնալու արդյունքում մարմնի քայքայման պրոցեսը դանդաղած լինի, սակայն սա բժշկական փորձաքննության գնահատման խնդիր է, և միայն փորձագետները կարող են տալ վերջնական պատասխանը ժամանակի, մահվան ձևի և այլ հանգամանքների վերաբերյալ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի պարզաբանմամբ, այս գործով սկզբից ի վեր դիտարկվել են մի քանի վարկածներ՝ երեխայի գետն ընկնելուց մինչև հնարավոր հանցավոր արարք։ Քրեական վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասով՝ անչափահասին վտանգի ենթարկելու հատկանիշներով, և այս պահին ըստ քննչական գործողությունների ոչ մի վարկած փակված չէ, բոլորն էլ մնացել են քննության տիրույթում։ Այնուամենայնիվ, եթե փորձաքննությունը ցույց տա, որ երեխան մահացել է նույն օրը կամ անմիջապես հետո, իսկ նրա մարմինը իսկապես եղել է գետում այս ամբողջ ժամանակ առանց արտաքին միջամտության, ապա կհաստատվի դժբախտ պատահարի տարբերակը, սակայն եթե աջակցող փաստեր հայտնաբերվեն, որ երեխան մահացել է այլ վայրում կամ մարմինը գետ է նետվել ավելի ուշ, գործի իրավական բնույթը կարող է ամբողջովին փոխվել։ Այս պահի դրությամբ Հայաստանի հասարակությունն ունի մեկ պահանջ՝ ճշմարտությունը մինչև վերջ բացահայտել։ Մարդիկ վստահ են, որ միայն թափանցիկ քննությունն ու ամբողջական բացահայտումն են կարող հանգստացնել ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ ժողովրդի ցավը։ Ինչպես եղավ, որ փրկարարները, կինոլոգները, ջրասուզակները օրեր շարունակ չեն գտել մարմինը, որը իբր գետում էր։ Ինչպես հնարավոր եղավ, որ այն հայտնաբերվեց այնտեղ, ուր արդեն դիտարկումներ եղել են։ Այս հարցերը չեն հանգչի, քանի դեռ չկան գիտական և իրավական հիմնավոր պատասխաններ։ Հոգիդ թող լույսով ողողվի, փոքրիկ Տիգրան, և թող արդարությունը երբեք չուժ։ Տեղական համայնքում Տիգրանի հանետացման առաջին իսկ օրից մարդկանց շոկը փոխարինվել էր համատեղության աննախադեպ ջանքերով։ Մարմարի գյուղում և հարակից տարածքներում բնակիչներն իրենց ուժերով աջակցել են փրկարարական աշխատանքներին ապահովելով տեխնիկական օգնությամբ, բայց շատերի մոտ հարցեր են մնացել՝ արդյոք հսկողությունը բավարար էր, արդյոք համայնքի տարածքում հնարավոր էր ունենալ ավելի խոր հետախուզություն դեռ առաջին օրերին։ Եթե գետն էր պատճառը, ինչու որոնումներից 20 օր հետո միայն հայտնաբերվեց մարմինը, այն էլ այնպիսի հատվածում, որ նախկինում ստուգվել էր։ Այս լռությունը, որը հաճախ ուղեկցվում են ողբերգություններին, վտանգավոր են։ Մարդիկ ուզում են խոսել, հասկանալ՝ ինչ է պատահել, ով էր վերջինը, որ տեսել է երեխային, արդյոք տեխնիկական կամ մարդկային բացթողումներ եղել են։ Եթե փորձաքննությունը և քննությունը ցույց տան, որ որոշակի փուլում տեղ են գտել վարչական, տեխնիկական կամ